հետ Տիկին Մաթևոսյան, ձեր երկու այսպես ոլորտներն էլ, որոնց առնչվում եք, ուղիղ կապ ունեն մարդու իրավունքների հետ եւ հատկապես վերջին իրողությունների համատեքստում թիրախավորված են նաեւ լրատվամիջոցները, թիրախավորված են ազատ խոսքի իրավունք ունեցող քաղաքացիները։ Նախորդ ակցիաների անդրադառնալով, ամփոփելով, ինչ արդյունքներ ունեք մինչ այս պահը եւ այս ակցիայի ուղերձը որն է եւ ինչ է ակնկալում։ Ասեմ, որ անտիֆեյքը իշխանությունների թիրախում ոչ թե վերջին շրջանում է հայտնվել, այլ իր գործունեության մեկնարկի պահից 2019 թվականից, իսկ դե Նարեկը միշտ եղել է այս իշխանությունների թիրախում պայմանավորված իր ակտիվ քաղաքական գործունեությամբ։ Ներողություն եմ խնդրում, այդ մի հատ պատասխանի էլի կներեք 1000 անգամ։ Ուրեմն Վերջին տարիներին իհարկե ճնշումները ավելացել են արդեն բանտարկությունների տեսքով, բայց մինչ այդ մենք մշտապես մեր գործունեությամբ պայմանավորված, մեր հետաքննական գործունեությամբ պայմանավորված, սուր քննադատությամբ պայմանավորված մշտապես իշխանությունների թիրախում ենք եղել։ Մեր դեմ իրականացրել են տարատեսակ արշավներ, դարձրել են մեզ տարբեր երկրների գործակալներ, ինչ հնարավոր է իրականացնել ազատ խոսքը լռեցնելու համատեքստում եւ մեդիայի գործունեությունը խոչընդոտելու համատեքստում իրականացվել է մեր դեմ։ 2023 թվականին Արդեն Նարեկի եւ Ազգենի փոդքասթում հնչած սուր քննադատության պայմանավորված իրեն կալանավորվեցին առաջին անգամ 2 ամիս ժամկետով, գիտեք պատճառը իշխանություններին ուղղված սուր քննադատություններ, ինչը հենց այդպես էլ քրեական գործում արձանագրվել էր, ինչին արձագանքեցին միջազգային կազմակերպությունները, Amnesty International-ը, Freedom House-ը եւ այլ լոկալ եւ տարածաշրջանային կազմակերպություններ իրավապաշտպանական եւ լրագրողական հարցերով զբաղվող, որոնք հստակ արձանագրեցին, որ Նարեկի եւ Ազգենի դեմ իրականացվածը քաղաքական հետապնդում է եւ իրենք այն ինչ տեղ ունեցել իրենց նկատմամբ տեղ ունեցել ոչ համաչափ։ Հիմա արդեն երկրորդ անգամ Էլի փոդքասթի ընթացքում հնչած արտահայտությունների առնչությամբ արդեն ուղիղ ազգային ժողովի խոսնակի հրահանգով մարդիկ գալիս են, իրավապահները գալիս են, մտնում են մարդկանց բնակարներ, խուզարկություններ են անում, գալիս են անտիֆեյքի խմբագրություն, խուզարկություն են անում, արգրավում են հնարավոր ամեն ինչ։ Երևի դուք տեսել եք անտիֆեյքի հայտարարությունն ու դրան կցված լուսանկարը, թե ինչ հայտարարակ տեխնիկայի ծավալ էին վերցրել արգրավել լրատվականից զուտ մեկ բանի համար, որպեսզի խոչընդոտեն արդեն այս անգամ տոտալ կանգնեցնեն լրատվականի գործունեությունը։ Իհարկե ի պատիվ մեր աջակիցների իրենց դա չհաջողվեց եւ աջակիցների ֆինանսավորման միջոցով արագ տեխնիկան ձեռք բերեցինք եւ ինքնակազմակերպեցինք մեր գործունեությունը։ Սա հստակ մեսիջ է ուղղված իշխանություններին, որ անկախ ամեն ինչից, ինչ ձևի բռնաճնշումներ իրականացվեն Նարեկի դեմ, Ազգենի դեմ, անտիֆեյքի դեմ, մենք հնար գտնելու ենք Հայաստանում խոսքի ազատությունը ինչ որ մի ձև հնչեցնելու, պայքարելու Հայաստանում խոսքի ազատության համար, մեդիայի ազատության համար եւ մենք մեր մասով առնվազն դա անելու ենք եւ ամոթանք ենք տալու բոլոր այն միջազգային կառույցներին, բոլոր այն դեսպանատներին, ովքեր տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների ներդրումներ են արել Հայաստանում ժողովրդավարական արժեքների տարածման, Հայաստանում ազատ մեդիայի գործունեության, Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության համար, բայց այսօր այս խայտառակ աբսուրդային բռնաճնշումների առնչությամբ լռում են, դեռևս լռում են։ Մենք բազմաթիվ ուղերձներ ենք հնչեցրել, հայտարարություններ ենք տարածել, հույս ունենալով, թեկուզ 1% հույս ունենալով, որ ամեն դեպքում արձագանք լինելու է։ Դեռևս արձագանք չկա, եւ սա մարդու իրավունքների միջազգային պաշտպանության օրվա առնչությամբ հերթական ուղերձն է ուղղված միջազգային կառույցներին, որ տեսեք, Հայաստանում կա մեդիա հարթակով հրապարակվող քաղաքական բնույթի սուր քննադատություն ենթադրող հարթակ հաղորդում Իմնեմնիվի փոդքասթը, որը այսօր բանտարկված է։ Իմնեմնիվի փոդքասթի երկու վարողները Նարեկի եւ Ազգին այսօր բանտում են։ Այսօր այս աթոռները, որը դուք տեսնում եք ձեր կամերաների մոտ, դատարկ են։ Այս աթոռների փոխարեն կարող էին նստած լինել Նարեկը ու Ազգենը, բայց իրենք դա հնարավորություն չունեն անելու։ Արդեն 1 ամիս իրենք անազատության մեջ են եւ զրկված են իրենց հեղինակած հաղորդումը վարելու հնարավորությունից, քանի որ անազատության մեջ են։ Կա Հայաստանում մեդիայի դեմ արշավ, կա հալածանքներ Նարեկի եւ Ազգենի դեմ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված եւ այս մասին միջազգային կառույցները լռում են։ Եվ մենք այսօր այս ազատության հրապարակից այս խորհրդանշական ակցիան իրականացնում ենք եւս մեկ անգամ ուշադրությունը հրավիրելու բոլոր այն կառույցների, ովքեր որ զբաղվում են այդ հարցերով, ցույց տալու, որ տեսեք, հարգելի գործընկերներ, Հայաստանում կա մեդիա հարթակ, Հայաստանում կա քաղաքական քննադատություն իրականացնող հաղորդում, որի հաղորդավարները արդեն շուրջ 1 ամիս անազատության մեջ են եւ հնարավորություն չունեն իրենց քննադատական խոսքը հնչեցնելու հրապարակային ձևով։ Շնորհակալ եմ։